Մեր հեռուստադիտողը կհաստատի, որ տաքսի ծառայությունների գործունեության հետ կապված ամեն մանրուք ներկայացրել ենք։ Սակայն Հալաբյան փողոցում նոյեմբերի 3-ին տեղի ունեցածը դուրս է տրամաբանությունից։ Ավելին, մեր աշխատանքի ընթացքում նման փաստի չէինք հանդիպել։ Իդեպ, անձամբ եմ ականատես եղել նշածս փողոցով անցնելիս։ City տաքսի ծառայության Սուզուկին մարզահամերգային համալիրի մոտ հայտնվել էր հետիոտնի համար նախատեսված մայթին։ Քանի որ վթարված մեքենա չնկատեցի, մտածեցի, որ ամենայն հավանականությամբ վրաերթ է տեղի ունեցել, սակայն քիչ անց պարզեցի եղելությունը։ Ըստ հավաքվածների վարորդը կտրուկ արգելակելով բարձրացել է մայթ, հետո դիմել փախոստի։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները նրան հետապնդել եւ բռնել են։ Իսկ ինչու։ Հիմա ուշադրություն։ Տաքսի մեքենայում հայտնաբերվել է պիպետ, որում եղել է դեղնականաչավուն զանգված եւ թմրանյութի օգտագործման համար նախատեսված այլ առարկաներ։ Երբ պատկերացնում ես, թե ինչ տեղի կունենար, եթե թմրամոլի մեքենայում ուղևոր լիներ, ուղղակի զարմանում եւ զայրանում ես տաքսի ծառայությունների տերերի վրա, ինչ չափանիշներով են առաջնորդվում վարորդ ընտրելիս, արդյոք պատկերացնում են նման դեպքերի հետևանքները։ Դիտավորյալ նշեցի տաքսի ծառայության անվանումը, քանի որ նման արարքները արժանի են հրապարակային պարսավանքի։ Աբովյան փողոցի բնակիչները նոյեմբերի 3-ը երկար կհիշեն։ Օրը ցերեկով մայրաքաղաքի սիրտը կաթվածահար էր եղել, այրվում էր ամենագնաց Մերսեդեսը։ 0199 հաղորդման մեջ երգչուհի Սոնա Շահագերդյանը ամաչելով էր նշում, որ թերևս միակ մարդն է, որ միակողմանի երթևեկության փողոցը հատել է հակառակ ուղղությամբ։ Պարզվում է միակը չէ։ Նոյեմբերի 3-ին այդ փողոցով հակառակ երթևեկել է նաև շտապօգնության մեքենան, որը հիվանդանոց էր հասցնում Մերսեդեսի հրդեհից տուժածին։ Ընդ որում, կրակը մարելու համար պահանջվել է մոտ 10 րոպե։ Միայն երջանիկ պատահականությամբ գազաբալոնը չի պայթել, այլապես հետևանքները տխուր կլինեին։ Մեր տեղեկություններով մեքենան վարել է կրկին գեղեցիկ սեռի ներկայացուցիչ, իսկ թե ինչն է եղել հրդեհի պատճառը կպարզի նախաքննությունը։ Իսկ մինչ այդ հնարավորություն ունեք դիտելու տեղի ունեցածի բացառիկ կադրերը։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը, դժբախտ պատառներն ու ավտովթարները, Գագիկ Շամշյանի, Թմրամոլը, երգչուհին ու Էնիմիկին տեսանյութում։ Հարգելիներս, ավելորդ սեթևանքների հետևից չընկնենք ու ինչպես ասում են, պիկա վազմյոմ զառագա, պիկն էլ հոմ բիկչի, խոսուն 08-080 համարանիշներով ոչ ավել ոչ պակաս սև գույնի այս աժդահան է, X6-ը, իսկ ով է Տորեադորը, որը բիկի մռութը այսօրն է գցել, չեք հավատա, բայց ճստիկ պստիկ, համեստ էս Ռենոն է, որը դուրս է եկել հանդիպակաց գոտի, ստեղծել վթարային իրավիճակ եւ X6-ին համոզել, թե չափերի չխափնվեց։ Կորիդան կազմակերպվել է Սարալանջի նորակառույց ճանապարհին, ով այս ճանապարհով երբևէ երթևեկել է, կհաստատի, թե ինչ է լինում, եթե անգամ մի թեթև վթար է տեղի ունենում, ճիշտ է, կիլոմետրանոց խցանումներ, դե հիմա պատկերացրեք մի հատ էլ ցերեկը, ժամը 1-ին, ընդմիջման ժամին, ու լրիվ հասկանալի է, թե խցանման մեջ հայտնված հարյուրավոր վարորդներ ինչ նյարդային ծիք կարող են ունենալ, բայց սա խեչ, կարևորը, որ Մատադոր Ռենոյի վարորդին այնքան էլ բան չէր պատահել, թեպետ ինչպես տեսնում եք, բախումը այնքան էլ մեղմ չի եղել։ Վիրավոր չկան, չէ՞։ Այդպես էլ չհասկացա, թե ինչ ասեց բժիշկը, բայց քանի որ առաջնորդվում եմ սեփական աչքով տենալուց, հետո կհավատամ սկզբունքով, համոզվեցի, որ վթարի մասնակիցների առողջականի հետ ինչ որ խնդիր եղել է, ու ժամեր անց տեղեկացա, որ Ռենոյի վարորդին տեղափոխել են հիվանդանոց։ Իսկ միակ դրական պահը այն էր, որ ժամանակին էին հասել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Հաճելի է։ Հիշում եք անցած շաբաթ, որ բոլորը ձեները գլուխներն են գցել, թե բա ուշադիր եղեք, Սիբիրստանը հեսա Հայաստանն է գրոհելու, ով հասկացավ, շտոկ կչիմու ամիջապես փոխեց անվադողերն ու հանգիստ 5-ը տվեց, ով չհասկացավ, Սիբիրստանը հասկացեց, մեկը էս Նիսանը, ասա այ ընկերջան, ինչի էր հույս փայփայում, թե ճանշիները թասիբիտ են կանգնելու ու քեզ Սիբիրյան ցիկլոնի ճանկերից փրկելու են, չես հիշում ժողովրդական հայտնի ասացվածքը, եղուն գունես, գլուխդ քորի։ Էս ծառն է ծառել Դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 2-ին ու ազանգից հետո այնտեղ շտապելիս ճիշտն ասած ուրիշ բան չէր պատկերացնում, քանի որ գրեթե ողջ ճանապարհը պատված էր ձյան շերտով, իսկ որոշ հատվածներում մերկասառույց էր։ Հենց այդ հանգամանքն էր չարկատակ խաղաց Նիսանի հետ, որը ինչպես տեսնում եք դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխի վրա շրջվել, չմոռանալով նաև բախվել հաստապուն ծառին։ Սա անվադողերը քյաչալ է, հեսա։ Հետևի անվադողն էլ լրիվ քյաչալ ու կապրոն, չէ։ Վարորդի ինքնությունը թեպետ չկարողացա պարզել, բայց տեղեկացա, որ տեղափոխել են հիվանդանոց ու նախնական տեղեկություններով նրա վիճակը ծանր չէ։ Առողջություն իհարկե վարորդին, բայց դե եթե չեք ուզում, որ հաջորդ անգամ ձեզ առողջություն մաղթեմ, ապա վաղը առավոտյան, չնայած որ երկրիշաբթի է, ծանր օր է, բայց սաղ գործերը թողում եք ու գրոհում վուլկանիզացիաները, անվադողերը փոխելու հաստատակամությամբ։ Ինչ վերաբերում է Սիբիրստանի ստվերից տների տակուկ անկյուններում պատասպարված ճանշիների ղեկավարներին, ապա ավետիս սեզոնը
ճանապարհը բացվեց, ու մեր հանդիպումները հաճախակի կլինեն։ Ախպեր նույնը թեք մեկ մի քիչ։ Հավա։ Ակես ուտա։ Զունա շլոփայա, գալի ֆռում ենա պատերին սա խփրտած կայնած չայլու։ Չգիտեմ խի, ոնց, երբ, բայց Դավիթաշենում Լեքսուսի կասկադորական տրույկը հաստատ Սիբիրստանի հետ կապ չունի, հակառակը նկարահանումների ընթացքում բացել են կիսլարորդից բալոնը, իսկ կարևոր շարունակ իր հմայքն էր ցուցադրում։ Չգիտեմ, կուրացել էր արդյոք այդ հմայքից 40-ամյա Խորեն Ահարոնյանը, բայց որ հարթ տարածքում երթևեկելի լայն գոտում զարմանալի համառությամբ հաջողացել է դուրս գալ երթևեկելի գոտուց ու բախվել հաստապուն ծառին, փաստ է։ Արգելի քաղաքացիներ, խնդրեմ ազատեք դեպքի վայրը։ Տեսնում եք, թե քանի հետաքրքրասեր է իրար գլուխ հավաքվել կասկադորական տրույկի մասին հետո շրջապատում պատմելու հույսով ու բոլորն էլ միաբերան կազալոս իջիվո ստրաշնովե նեպրդեվաշլոյի համատեքստում ասում էին, թե բախի սենց աղբեր, ինչի սենց բան պետք է լիներ ու թերևս իրավացի են։ Անգամ դեպքի վայր ժամանած փրկարար ջոկատի տղաների հայացքներում էի զարմանք տեսնում։ Գազը մի հատ նայ էլի ամեն դեպքում։ Երեկոյի օրը չընկնի։ Ասին փագա ու Ինչևէ, կողաշրջված Լեքսուսից վիրավորներին դուրս էին բերել քաղաքացիները։ Բացի վարորդից գտնվել են նաև երկու ուղևոր, ավելի ստույգ ուղևորուհիներ, ու մինչ Դավիթաշենի կոմունալ ծառայության աշխատակիցները ծառայության պետ Արտակ Նավասարդյանի գլխավորությամբ մասնատում են ծառը ու մաքրում տարածքը վթարի հետքերից, շարունակում է ինֆորմացիա տնտղել տեղի ունեցածի վերաբերյալ։ Ստեղ են ասում Չարչարանքիդ ապաշխարանք։ Պարզեցի, որ վարորդը Լևոն ընդ Լարա ընկերության տնօրենն է եւ վերադառնալիս են եղել Թուրքիայից։ Հասկացաք, չէ, որ տեղի ունեցածի հիմքում ընկած է երկարատև ճանապարհ անցնելով պայմանավորված ֆիզիոլոգիական խնդիրները։ Իսկ հիմա կխոսեմ նույն հատվածի, ավելի ստույգ Թբիլիսյան խճղում տեղի ունեցած երկու շղթայական ավտովթարների մասին։ Հա, ճիշտ լսեցիք, Թբիլիսյան խճղում հիմնականում շղթայական ավտովթարներ են տեղ ունենում, ու գիտեք ինչու, որովհետև մարդկանց մոտ մայրաքաղաքի նեղ ու հագեցած փողոցներից հետո Թբիլիսյան խճղում ազատության տենչն է գլուխ բարձրացնում։ Իսկ քանի որ պատմության փորձից գիտենք, որ մենք հայերս հաճախ ենք ազատությունը գետնով տալիս, դրա համար էլ տենց բաներ են լինում։ Լավ, ասենք 3 մեքենայից մեկի վարորդի ազատության տենչը խեղդել էր, բա այն մյուսները ինչի էին սավառնում օթերով։ Դա տազա վթար ալնելու։ Արի փանոս, արի։ Տեսնում եք, թե Honda ավտոսրահի դիմաց ինչ շիլա շփոթ է, տո էլ Ford Transit, էլ Nissan, տո էլ Kamaz։ Թերևս ավելորդ է ասել, որ Kamaz-ի վարորդին բան եղած չի լինի, հանգամանքների հաջող դասավորվածության արդյունքում։ Nissan-ի վարորդը նույնպես ջրից չոր դուրս էր եկել, իսկ ահա Ford-ի վարորդի ազատությունը ավարտվեց հիվանդանոցում։ Առհասարակ արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է խորի այս հատվածում մշտական հերթապահություն սահմանելու ուղղությամբ, քանի որ ամեն աստծո օր այս հատվածում մի քյալակ լինում է։ Իսկ հարևան շենքերի բնակիչները ինձ տեսնելուց արդեն փսփսում են, թե Սուտկա կակնա работут ходит։ Հաջորդ դեպքը արձանագրվեց այս հատվածից մի քիչ վերև Multi Group բենզալցակայանի հարևանությամբ։ Ի տարբերություն նախորդի, որտեղ խաղի մեջ էր եռյակը, այս դեպքում կինոյի հերոսն էր հրաշալի քարյակը։ Մեքենաներն էլ մեծամասամբ Neprasidze Azalati է։ Ինչու մեծամասամբ, քանի որ համաձայն եք, որ Lexus-ի, BMW-ի եւ Mercedes-ի ֆոնին VAZ 2115 չի նայվում։ Թեպետ ամենից շատ տուժել էր BMW-ն, որի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնց կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում։ Ի տարբերություն Թբիլիսյան խճղում ներկայացվածի այս թամաշան անգամ կրիմինալ բնույթի սուժե ուներ։ Պարզվում է, որ Mercedes-ի վարորդը համ լավերից է, համ էլ վարքյանական կողմնորոշվելու բացառիկ հատկություններ ունի։ Ջրից չոր դուրս գալու համար դեպքի վայրից ճողոպրել էր։ Փոխարենը մեկին ուղարկել, որ վիզ առնի այս ամեն ինչը։ Տղա ջան, ասեմ, որ չի ստացվի, որ ընկերներիդ օգնությամբ եւ հորդորով փախուստդ օգուտ չի տա, քանի որ մեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվեցին Տուգանային հրապարակ։ Դա էլ իր երթին նշանակում է, որ բացահայտվելուց հետո լավագույն դեպքում լայնորեն կբացես դրամապանակը կամ կճաշակես խիստ դատավորի զարյութի ողջ չափաբաժինը։ Համարն են նուրա հանել են, ասա դնեն տեղը։ Այս սրանը ուրա դրա համար։ Դեմինը հանել է։ Բազմից է առիթ ընձեռվել ասելու, որ ճանապարհային ոստիկանների քսակները դատարկողները կռունկների ու էվակուատորների տերերն են, ու բազմաթիվ անգամ նշվել է բյուջեից այս ուղղությամբ լրացուցիչ գումարներ հատկացնելու անհրաժեշտության մասին։ Հերիք է մի մեքենա հայտնվի անհարմար վայրում ու պրծ 120,000-ից 200,000 դրամը պատրաստ է։ Հենց այդքան է անհրաժեշտ մեքենան դուրս բերելու կռունկի դիզվառելիքի ու աշխատավարձիկ վճարման համար։ Այս հարցը կարգավորված չէ, ու շատ դեպքերում ականատես եմ եղել, թե ինչպես են այդ գումարը հատկացնում ճանապարհային ոստիկանները։ Ասել է, թե այս
համակարգում կոռուպցիոն ռիսկերը վերջնականապես բացառելու համար անհրաժեշտ է լուծել այս կարգի խնդիրները։ Վառ ապացույցը նոյեմբերի 4-ին Նորքի հեռուստաաշտարակի մոտ տեղի ունեցածն է, երբ Volkswagen-ի վարդը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու մոտ 10 մետր ապարաշ քարեի վրա գլորվելով հայտնվել ձորում։ Ոչ մի բան մի արեք, թող քնիչի գա ինքը, քնիչի գործն է դա։ Մեքենայից մի բան կորի, մի սկսեն։ Մինչ դեպքի վայր կժամանային օպերատիվ ծառայողների աշխատակիցները քաղաքացիները մեքենայից դուրս են բերել վարորդին եւ 4 ուղևորներին, որոնց շտաբողջության բրիգադները տեղափոխել են հիվանդանոց։ Վիրավորների ինքնությունը պարզել հաջողվեց հաջորդ օրը, ովքեր ընտանիքի անդամներ են, որոնց մեջ կար նաեւ անչափահաս տղա երեխա։ Հուսով ենք, որ բոլորի այդ ամեն ինչ կարգին է։ Իսկ հիմա շարունակեմ նախկին միտքս։ Լավ էր, որ դեպքի վայր ժամանել նաեւ փոխոստիկանապետ Սամվել Հովանեսյանը, ու թերևս անձամբ համոզվել, որ ծանր տեխնիկայի միջոցով Volkswagen-ը դուրս բերել է իրոք խնդիր է, եւ հուսանք, որ այս հարցին ի վերջո լուծում կտրվի։ Հանրապետության հրապարակի մոտ ծառայություն կատարող կարգախմբերից շտաբ մոտենան Տիգրան Մեծ փողոցով։ Ավտոօթար է տեղի ունեցել, լուսացույցը վնասվել է։ Հիշում եք միստր Կրեդոն մի երգ ուներ։ Այդ Չուսկայի հարթավայրը գտնվում է Ուզբեկստանում ու հայտնի է որպես թմրանյութերի հարթավայր, որտեղ կանեփի մեծ պլանտացիաներ են աճում։ Ասածս ինչը, ասում եմ, կարող է համանուն Կրեդո տաքսի ծառայության այս վարորդը մնացել էր այդ երկի տակ, թե չէ ոչ մի կերպ սթափ մարդու ուղեղում չի տեղավորվում նրա արածը։ Ասա նորմալ աշխատող լուսացույց էր, կարգավորում էր երթևեկությունը, ինչի տապալեցիր։ Էն էլ որտեղ հանրապետության հրապարակում կապի եւ տրանսպորտի նախարարության վարչական շենքի դիմաց առավոտ կանուխ, երբ անխտիր բոլորը ինչ որտեղ շտապում են ու հասկանալի է, չէ, թե ինչ աջակցանդար կլինի լուսացույցի բացակայության պատճառով։ Կատակը մի կողմ, մտածում եմ, որ եթե տաքսին նիստիվո հայտնվում է հետիոտնի համար նախատեսված վայրում ու տապալում լուսացույցը, ուրեմն վարորդը ամբողջ գիշեր ձղեկին է անցկացել, թեպետ այդ հանգամանքը պարզել չհաջողվեց։ Այդուհանդերձ տեղի ունեցած այս պատառը հերթական անգամ հաստատեց որոշ գերատեսչությունների արժի ականջում քնելու փաստը։ Հանրապետության հրապարակում ֆուլ ժամին լուսացույց են տապալում, իսկ քաղաքապետարանի չինովնիկներն ու լուսանշան ընկերության ներկայացուցիչները չկան։ Այս հանգամանքը հաշվի առնելով պետք է ոչ թե տապալել լուսացույցները, այլ գուրգուրել, թե չէ դրանց խափանման դեպքում սարքող չլինելու պատճառով խցանումները, ել չեմ ասում վթաները, անխուսափելի են լինելու։ Չգիտեմ, քնի թե Դալինայի ազդեցության տակ էր գտնվում Կրեդոյի տաքսի ծառայության վարորդը, բայց որ Սիթի ծառայության վարորդը առանց չափազանցնելու պոտենցիալ մարդասպան է, փաստ է։ Վայե Ղազարյանն արդեն նշեց, որ տեսել է անհասկանալի վիճակում հայտնված այս Սուզուկին։ Ես էլ չէի պատկերացնում, թե հասնելով դեպքի վայր ինչ պատմություն եմ լսելու։ Սկզբից փնտրում էի մեքենայի վարորդին, բայց չկար։ Ու տեսնելով այսքան ուսադիրավորների, հասկացա, որ ինչ որ բան, ինչ որտեղ այնպես չի։ Ինչ որ բանը վերաբերում էր տաքսու վարորդին, 34-ամյա Հրայր Աբրամյանին, որը կտրուկ կանգնեցնելով այս մեքենան մայթին նապաստակի նման փախուստի է դիմել։ Ինքը բայց մարմնական վնասված կսա ասել է։ Հիվանդանոց մտել է։ Մտել է հիվանդանոց եւ բազել է։ Ու գիտեք ինչու, որովհետև հաստատ նկատել է հետապնդող ոստիկաններին, ինչպես արդեն նշվել է, մեքենայի մեջ հայտնաբերեցին թմրանյութ օգտագործել մի շարք առարկաներ, մասնավորապես պիպետկա, որի մեջ դեղնականաչավուն զանգված։ Ստացվում է, որ այդ տականքը այդ վիճակում կարող է նաև մարդ տեղափոխել։ Լավ հասկացանք, նարկոշա, իրականությունից կտրված։ Բա դրա տերերը ինչ են մտածում, որտեղ է դրա տերերի մթագնած ուղեղը։ Այս դեպքը եւս վկայություն է, որ բոլոր տաքսի ծառայությունների վարորդները անապահ պետք է խիստ հետազոտության ենթարկվեն, այլապես հետևանքները տխուր են լինելու։ Ամոթ է։ Լավ, կոմենացնե, հեսա մաքուրը, երկու հոգի մաքուր ընթերական, համտեղազնություն անենք։ Այս սիրելի կանայք ջան, ինչի եք անպայման ցանկանում մեքենա վարեք։ Հասկանում եմ, կոմֆորտ է, ավելորդ ժամանակ չեք ծախսում տաքսիների ու հասարակական տրանսպորտի վրա։ Ու ինչպես նախորդ դեպքը ցույց տվեց, ճիշտ էլ անում եք, բայց ախր այդ մեքենան նաև շահագործման, տեխնիկական անվտանգության կանոններ ունի, որոնց պահպանումը ուղիղ համեմատական է կյանքի տևողությանը։ Խնդրում եմ ուշադրությամբ հետևեք Մայրաքաղաքի սրտում Աբովյան փողոցում օրը ցերեկով տեղի ունեցածին։ Ժողովուրդ ջան, eskom ու մինչ անցորդներն ու բնակիչները վախվորած հետևում են հրշեջների աշխատանքներին, վախվորած, քանի որ այրվող մեքենայի բեռնախցիկում տեղադրված գազաբալոնի պայթյունի վտանգը դեռևս պահպանվում էր։ Ես էլ վազվզում էի, որևիցե բան բաց չթողնելու ակնկալիքով։ Հարևանությամբ գտնվող խանութներից մեկում օգնություն էին ցուցաբերում տուժած մեկին, ում գլխին բժիշկները վիրակապ դրեցին ու տեղափոխեցին հիվանդանոց։
Հրդեհի մահը մտվեց 8-ից 10 րոպե։ Որպես նմանատիպ բազմաթիվ դեպքեր լուսաբանած մարդ պետք է ասեմ, որ այդ ժամանակը բավականին երկար է համարվում։ Իսկ պատճառը կապոտի տակ էլեկտրական լարերի սենց ասեմ անհնազանդությունն էր ու մեքենայից թափած վառելիքն ու տարատեսակ հեղուկները։ Միտումնավոր չեմ տալիս ղեկի նստած կին վարորդի անունը։ Միայն հերթական անգամ կոչ կնչեցնեմ, զգոն եղեք, սիրելի կանայք։ Խնդրեք ձեր կողակցին, արական սեռի մյուս հարազատներին ստուգել տան մեքենան եւ նոր միայն նստեք ղեկին։ Սառասնի նոր կապոտը կբացի։ Ստե կրակ կա, հա, բայց։ Ստե կրակ կա։ Վերջում անդրադառնանք նոյեմբերի 5-ին մետրոպոլ հյուրանոցի դիմաց տեղի ունեցած խոշոր ավտովթարին։ Բախվել էին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի բարեկապահական ծառայության գնդի աշխատակից Արման Սարգսյանի Նիվան եւ տաքսիստ Կարեն Հովանեսյանի Օպելը։ Չեմ խորանա վթարի մանրամասների մեջ, առավել եւս որ վիճելի շատ հարցեր կան, բայց մի արատավոր երևույթի մասին խոսել չեմ կարող։ Այս Օպելի վարորդ Հովանեսյանին չգիտես ինչու Թասիբին է հասնում BMW-ով ժամանած ու նրա եղբայր ներկայացած ոմն մեկը։ Կարծես թե Հովանեսյանին ճլոտի էին տալիս, ինքն էլ եկել էր կանխել դա ու մի տևական ժամանակ ճանապարհային ոստիկանների հետ չգիտես ինչու բազար էր անում, մեջբերում եվրոպական կոնվենցիաներից որոշ դրույթներ, խոսում արդարությունից ու այսպես շարունակ լոլոկ արթում։ Գիտես քեզ ինչ կանեն։ Հերը տանցենյա։ Անցենյա։ Արայվ չխոսած կյանքդ մի պատմի։ Կյանքդ մի պատմի։ Արայվ չխոսած։ Ուրեմն բարդ իրավունքները չվոտատակ է։ Խոսա։ Էդ էլ հերիք չէր, իրեն կինոյի տեղ դրածը BMW-ն կայանել էր անթույլատրելի հատվածում խոչընդոտ հանդիսանալու բնականon երթևեկության համար։ Լավ բախվել են, սաղի հետ էլ կարա պատահի, բայց այդ դերասանությունը ինչի համար էր, տենց էլ չհասկացա։ Ու քանի որ նմանները միայն մտրակի լեզուն են հասկանում, ճանապարհային ոստիկանները կիրառեցին հին փորձած մեթոդը ու այդ արարեցին, որ եթե անմիջապես մեքենան դուրս չբերի նշված վայրից ու չբացի երթևեկությունը, ապա նրա մեքենան կտեղափոխեն Տուգանային հրապարակ։ Անմիջապես դարձից տուն եկած խոնար հարցի նման ենթարկվեց ու սիրուն մեքենան քաշեց։ Իսկ հիմա ամենաուշագրավը իմ ունեցած տեղեկություններով նույն այս անձը անցյալ տարի իր վարած մեքենայով Երևանի Խանջան փողոցում ոչ ստապ վիճակում ստեղծել էր վթարային իրավիճակ եւ մեքենայով կլղկոնձի տվել, ինչի առիթով այն ժամանակվա ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նույն քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվել, այնպես որ եվրոպական կոնվենցիաներից խոսելու փոխարեն առաջնորդվի չինացի հնագույն փիլիսոփա Կոնֆուցիուսի մի բողոքիր հարևանի կտուրի ձնից, քանի դեռ սեփական շմտ մաքուր չի սկզբունքով։ Գագիկ Շամշան, Սուրանքյուն։